Այսօր նոյեմբերի 7-ին այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում, նվիրված Հայաստանում 2026 թվականի ընտրություններին եւ դրանց հնարավոր երկարաժամկետ հետևանքներին։ Քննարկման բանախոսներն էին այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը, Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը, ինչպես նաեւ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Բացման խոսքում Վահե Հովհաննիսյանը նշեց, որ ընտրությունները կարևոր են, քանի որ իրականում դրանք են որոշելու Հայաստանի ներքին կայունության եւ պետական կառավարման որակը։ Ընտրությունների մասին իշխանությունը դնում է մի բանաձև, որը առաջին հայացքից թվում է, թե շատ վատն է, շատ կեղտոտ է, կեղծ է, թակարդ է խոսքը, երբ ամեն պաշտոնի առաջի դեմքից սկսած ասում են կամ մենք կհաղթենք կլինի խաղաղություն, կամ մենք չենք հաղթի կլինի պատերազմ։ Դա շատ ստոր սուտ է, բայց եկեք ընդունենք, որ դա ունի կենսունակության որոշակի պոտենցիալ եւ կարող է աշխատել։ Պատգամավոր Լիլիթ Գալստյանը լրացում արեց Վահե Հովհաննիսյանին եւ խոսեց ադրբեջանական հռետորաբանության մասին։ Պիտի ասենք ոչ, բայց շատ կարևոր խնդիր է ընդհանրական դաշտեր ձևավորել մեր ինքնության համար պայքարի այս բանաձևերի շուրջ։ Եվ այստեղ շատ կարևորում եմ, ինչը նշեցին նախորդ բանախոսները, ընդհանուր ազգային օրակարգերի, գաղափարների, լինելույթյան բանաձևերի շուրջ հանրային համախոհությունը։ Քննարկման ընթացքում Ռուբեն Կարապետյանը առանձնացրեց ժողովուրդ եւ հասարակություն հասկացությունների տարբերությունը, ընդգծելով, որ դրանք չպետք է շփոթել։ Ես խնդրում եմ դուք նաեւ լրագրողներդ եւ մենք շատ խառնում ենք երբեմն ժողովուրդը եւ հասարակությունը։ Խնդրում եմ նման բան մի արեք։ Ժողովուրդը միշտ հաղթական է, ժողովուրդը կրում է իր մեջ այն մեր բազմադարյա իմաստությունը, որը կա յուրաքանչյուր մարդու մեջ։ Այն ենթագիտակցական, այն հավաքական ենթագիտակցականը, եթե այսօր էլ ինքը շատ լավ չի գիտակցում, բայց ինքը դրա կրողն է։ Ինքը ունի այդ իմաստությունը եւ այդ ժողովրդի հետ պետք է խոսել ազնիվ, անկեղծ եւ սիրելով։ Քննարկման ավարտին մասնակիցները եզրակացրին, որ 2026 թվականի ընտրությունները լինելու են արժեքային ընտրության մասին, այն բանի, թե հասարակությունը պատրաստ է արդյոք վերագտնելու իր պետության ինքնագիտակցությունն ու պատասխանատվությունը։